Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ։ Օրերս Ագարակ սահմանային անցակետում պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության աշխատակիցները ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած բեռնատար ավտոմեքենան եւ կցորդը։ Արդյունքում կասկածներ են առաջացել, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացու կողմից չհագործվող բեռնատարի կցորդի արժևի մասում արկա է գաղտնարան։ Տեղեկությունը փոխանցվել է պետական եկամուտների կոմիտեի մաքսանեգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներին, որից հետո պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության աշխատակիցների հետ համատեղ օգտագործելով տեխնիկական միջոցներ իրականացվել է բեռնատար մեքենայի եւ կցորդի զննություն։ Բեռնատարի կցորդի նախապես պատրաստված գաղտնարանից հայտնաբերվել է 161 կիլոգրամ ընդհանուր քաշով 322 հատ թափանցիկ ինքնակպչուն ժապավենով փաթաթված սև փաթեթներ, լցված հերոին տեսակի թմրամիջոցով։ Թմրամիջոցի մաքսանեգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի ԱԱ-ն, ով ներկայացվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է։ Քրեական վարույթի նախաքննությունը փոխանցվել է քննչական կոմիտեի մարդկանց տրաֆիկինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։ Քրեական վարույթի շրջանակում դատանի համապատասխան որոշման հիման վրա նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված 161 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոցը պետք է բեռնատար ավտոմեքենայով Հայաստանի Հանրապետության տարածքով տեղափոխվեր Վրաստան։ Ներկայում պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողների եւ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից ձեռնարկվում են լայնածավալ քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Թմրամիջոցները Հայաստանի Հանրապետության տարածքով տեղափոխումը կազմակերպող անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։